Սրտի ամեն զարկը պարզապես կենսաբանական ռեֆլեքս չէ, այն կյանքի ռիթմն է, իսկ երբ այդ ռիթմը խանգարվում է, մարդկային կյանքը վտանգի տակ է հայտնվում։ Խոսքը մարդկային առողջության ամենազգայուն ոլորտներից մեկի սրտային առիթմիաների մասին է։ Այդ մարտահրավերների դեմ պայքարում են նեղ մասնագիտացում ունեցող բժիշկները, առիթմոլոգները։ Հենց նրանց ուսերին է ծանրացած ախտորոշման, միջամտության ու հետվիրահատական հսկողության ամբողջ փուլը։ Չէ որ առիթմոլոգը պարզապես սրտի բժիշկ չէ, նա կյանքի ռիթմի վերահսկողն է։ Հայաստանում շարունակում է սիրտանոթային հիվանդություններից մահացությունը մնալ առաջին տեղում, իսկ վարիկարդիական առիթմիաներ ախտորոշվում են յուրաքանչյուր 4-րդ սրտային հիվանդ ունեցող քաղաքացու մոտ։ Ամենատարածվածներից են փորոքային ֆիբրիլյացիան եւ բրադիկարդիան։ Շողացող առիթմիան բավականին լուրջ եւ մտահոգիչ խնդիր է, հատկապես այն հիվանդների համար, ովքեր գրում են սրտային վիրատության, բաց սրտային վիրատության, եւ բավականին լուրջ հարցադրված սրտային վիրատությունների ժամանակ փոստաշողացող առիթմիայի համար եւս լուծում գտնել։ Եվ այն հիվանդներն, ովքեր որ սրտի բաց վիրատության ժամանակ նաև շողացող առիթմիայի վիրատություն են ունենում, բավականին շահում են եւ կյանքի լավ որակ են ունենում եւ հեռու են մնում շողացող առիթմիայի հետ ասոցացված խնդիրներից։ Սրտային վիրատության գնացող հիվանդների 30%-ը շողացող առիթմիա ունեն։ Նրանք, ովքեր գնում են միտալ փականի վիրատության, նրանց 50%-ը շողացող առիթմիա ունեն։ Նրանք, որոնք ովքեր գնում են կորոնար շնտավորների, նրանց 3%-ը շողացող առիթմիա ունեն։ Լավագույն լուծումը բաց վիրատության ժամանակ դա այսպես կոչված մեյս պրոցեդուրան է, որը լաբիրինթ պրոցեդուրան է, դա իրանից ներկայացնում է շողացող առիթմիայի օջախների բլոկավորում եւ արդյունքում հիվանդը շանս է ունենում սովորական իր նորմալ սինուսային ռիթմով ապրելու։ Ըստ Առողջապահության նախարարության 2024 թվականի տվյալների Հայաստանում առկա է ընդամենը 20-ից պակաս ակտիվ գործող առիթմոլոգ։ Նրանցից միայն 8-ից 10-ն են, որոնք իրականացնում են միջամտողական բուժում, այդ թվում կաթետերային աբլյացիա կամ կարդիոստիմուլյատորի տեղադրում։ Միջինում ամեն տարի աբլյացիայի միջամտությունը իրականացվում է մոտ 800-ից 1000, իսկ կարդիոստիմուլյատոր տեղադրվում է 400-ից 500 բուժառուի վրա։ Միայն 2024 թվականի Նորք բժշկական կենտրոնում կատարվել են մոտ 550 առիթմոլոգիական միջամտություններ։ Պացիենտների քանակը տարեստարի գնալով աճում է։ Եթե 2017-18 թվականներին, երբ որ նոր էինք մենք Նորք Մարաշում սկսում միջամտությունները կատարել, մեր տարեկան շարժը կազմում էր վիրատական առումով մոտավորապես 200, իսկ հիմա արդեն մոտենում է 600-ի, որը շատ լավ տվյալներ են։ Վերջին տարիներին այս ոլորտը թևակողել է տեխնոլոգիական զարգացման նոր փուլ։ Էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտության եւ աբլյացիայի համար բժշկական կենտրոնները համալրվել են մոդեռն համակարգերով, իսկ արտեզագրման արդի համակարգերը հնարավորություն են տալիս առավել ճշգրիտ միջամտություններ իրականացնել։ Սրտաբանությունը մեր առողջապահության առաջատար ճյուղերից մեկն է, այն արագ զարգացող գիտությունը, որտեղ բուժման ինվազիվ եւ ոչ ինվազիվ մեթոդներն արագ են փոփոխվում։ Բարեբախտաբար մեր հանրապետությունում կան բարձրակարգ մասնագետներ, որոնք կիրառում են առկա ժամանակակից մոտեցումներ, իսկ հիվանդանոցները վերազինված են արտիսարքավորումներով։ Եթե 10-15 տարի առաջ մեր համար նախաստատերի ֆիբրիլյացիա կամ նույն շողացող առիթմիայի աբլյացիան դա համարվում էր երազանք, իսկ օրինակ փորոքային տախիկարդիայի աբլյացիայի մասին ընդհանրապես չէինք խոսում, որը դա լրիվ անհասանելի էր։ Ներկայումս դրանք երկուսն իրականություն են, որը մեր մոտ ռուտին ձևով ամենօրյա կարգով կատարվում է եւ նախաստատերի ֆիբրիլյացիայի աբլյացիան, եւ փորոքային տախիկարդիայի աբլյացիան, եւ մանկական աբլյացիաները, որոնք որ ժամանակին ընդհանրապես մենք չէինք էլ կարող երազել, որ կատարվեն, հիմա ռուտին ամենօրյա գրաֆիկով կատարվում են։ Սրտաբան առիթմոլոգների, թերապևտների, ընտանեկան բժիշկների համար սրտի ռիթմի խանգարումների ոլորտում եղած նորարարությունների, նոր եվրոպական ուղեցույցների, պրակտիկ մոտեցումների, փորձի փոխանակման նպատակով Նորք Մարաշ բժշկական կենտրոնի կողմից կազմակերպվեց առիթմոլոգիական ամենամյա հերթական ՆՄԲԿ առիթմոլոգիական ֆորում 2025 գիտաժողովը շուրջ 200 բժիշկների մասնակցությամբ։ Նպատակն է բժիշկներին ծանոթացնել առիթմոլոգիական ոլորտում վերջին նորություններին, ներկայացնել սրտի ռիթմի խանգարումների վարման ժամանակակից մոտեցումները, միջամտական էլեկտրոֆիզիոլոգիայի բնագավառում վերջին նորությունները։ Այսօր ունենք բավականին մեծ եւ ծավալուն ծրագիր վերաբերված սիրտանոթային հիվանդությունների եւ արիթմիայի, նրանց բուժումների, վիրաբուժական մոտեցումների, պլաններ ունենք կիսվել մեր ձեռքբերումներով, մեր փորձով ընդհանուր ներկայացնել որոշ ակադեմիական գիտելիքներ, ամբողջ աշխարհի կողմից ներկայացված վերջին հետազոտությունները։ Այս տարվա ֆորումի նորությունը այն է, որ մենք ունենք նաև բավականին մեծ ծրագիր պրակտիկ դասընթացներ սրտի ռիթմավար սարքերի վերաբերյալ։
Նման գիտաժողովներին եւ հասարակության շրջանում իրազեկման աշխատանքներին զուգահեռ կառավարությունն էլ իր հերթին ներդնում է պետական ծրագրեր, որոնց շնորհիվ հիվանդության ախտորոշումն ու բուժումը հասանելի է դառնում քաղաքացիներին։ Վերջին տարիների ընթացքում ներդրվել են պետական ծրագրեր, որոշակի պետական ծրագրեր, որոնք թույլ են տվել շատ ծանր հիվանդներին տեղադրել շատ հանկարժեք սարքավորումներ սրտի մեջ, որոնք թույլ են տալիս երկարացնել նրանց կյանքը, բարելավել նրանց կյանքի որակը։ Բժիշկները հորդորում են ցանկացած սրտխփոցի, ուշագնացության, գլխապտույտի, կոորդինացիայի խախտումների դեպքում միանշանակ դիմել բժշկի, քանի որ շատ հաճախ դրանց տակ թաքնված է սրտի ռիթմի խանգարումը, որն անմիջական սպառնալիք է կյանքի համար։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։